Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր թեմայի մասին պիտի խոսեմ, ուրեմն ձիթենու տերևների օգտագործման եւ դա ձեր խնդրանքով է, որովհետեւ անզգուշություն ունեցա մի փոքր տեսանյութ դրեցի, ինչպես է Իտալիայում զեյթունի ծառից տերևներ գողանում եւ մի քանի խոսք ասեցի նրա օգտագործման ձևերի մասին, մի քանի ժամում տեսանյութը 15,000-ից ավել դիտում ունեցավ եւ բազմաթիվ հարցեր, խնդրանքներ, խնդրում ենք տիկին դոնոր անդրադարձեք մանրամասը նրա օգտագործման մասին, ինչը եւ պատրաստվում եմ անել։ Իսկ ինչու ձիթենի, որովհետեւ սա այն աստվածային բույսն է, հիշում եք, չէ, Նոյը երբ իր աղավնուն ուղարկեց իմանալու համար ջրհեղեղից հետո ինչ է կատարվում երկրի վրա, ինչ բերեց աղավնին, իհարկե ձիթենու ճյուղ։ Այն ոչ միայն հարուստ է բազմաթիվ օգտակար նյութերով, այն նաև հետաքրքիր է նրա էներգետիկան, սիմվոլիկան, այս բոլորի մասին մենք հիմա կզրուցենք, այնպես որ դիտեք մինչև վերջ։ Միջերկրական ծովափնյա երկրների բնակիչները դարեր շարունակ կիրառել են զեյթունի տերևները իրենց սննդակարգում։ Կարծում եմ հենց սա է նրանց երկարակեցության եւ քրոնիկ հիվանդությունների դեմ պայքարելու գաղտնիքը։ Ինչ վերաբերում է երբ պետք է հավաքել տերևները, ապա ամենալավ ժամանակը մայիսի վերջ հունիս ամիսն է, որը համընկնում է ձիթենիների ծաղկման հետ։ Իսկ ձիթենիները այստեղ աճում են ամենուր, եւ քաղաքներում, եւ հատուկ պլանտացիաներում, եւ սեփական այգիներում, ինչպես նաեւ հաճախ տեսել եմ պատշգամբներում են աճեցնում այս բույսը։ Ձիթապտղի օգտագործման մասին եւ օգուտների բոլորս գիտենք, այն մենք օգտագործում ենք յուղի տեսքով, որը շատ օգտակար է եւ պարունակում է մեծ քանակությամբ օմեգա 3 հակաօքսիդանտներ, Սիրում ենք նրա պտուղները, որոնք ոչ միայն օգտակար են, այլև ախորժաբեր եւ բազմաթիվ տարբերակներով օգտագործում է կոսմետիկայի մեջ, մենք կանայքս հատկապես շատ ենք սիրում դրանք, որովհետեւ եւ օգտակար են եւ հրաշալի արդյունք են տալիս, սակայն քչերս գիտենք, որ նրա տերևներից պատրաստում են հատուկ սննդային հավելումներ, այսպիսի պարկուճների, կապսուլաների տեսքով, որոնք կարելի է ավելացնել եւ սննդին եւ նրա ավելացնել հյութերին, ջրին, ինչու՞ չէ ջրով օգտագործել սմուզիներին։ Դե իսկ հիմա եկեք ծանոթանանք ինչով են հարուստ այս տերևները, որն է նրանց օգտագործման գաղտնիքը։ Ասեմ, որ առաջինը օլեոռոպեին կոչվող նյութով եւ երկրորդը հիդրոտիրոզոլով, երկուսն էլ շատ ուժեղ հակաօքսիդանտներ են, բացի այդ տերևները պարունակում են վիտամին C, վիտամին A, վիտամին E, վիտամին K, վիտամին P, իդեպ ասեմ, որ այս վերջինները շատ հազվադեպ են, այդպես շատ մեծ տարածում չունեն, իսկ այ տերևների մեջ կան։ Պարունակում են միկրոէլեմենտներից երկաթ, ցինկ, մագնի, սիլեն։ Հիմա եթե ես բոլորը նշեմ, ինձ երևի 2-3 ժամ է անհրաժեշտ, դրա համար եկեք ավելի հակիրճ։ Պարունակում է օրգանական նյութեր, հակաօքսիդանտները նշեցի, հակաբորբոքային, հակավիրուսային եւ այն բազմաթիվ կիրառություն ունի ոչ միայն ժողովրդական բժշկության, այլև գիտական բժշկության մեջ։ Եվ այս ամենի շնորհիվ այն օգտագործվում է բարձր ճնշման դեմ, արյան մեջ խոլեստերինի եւ շաքարի բարձր տոկոսի դեմ, որովհետեւ պայքարում է հատկապես երկրորդ կարգի շաքարախտի դեմ, ակտիվացնում է սրտանոթային համակարգի լավ աշխատանքը, պայքարում է վիրուսային եւ բակտերիալ հիվանդությունների դեմ, հրաշալի միզամուղ է, վերջերս հետազոտություններ են կատարվել, որ պայքարում է նաեւ քաղցկեղածին բջիջների դեմ, սրանք այնքան շատ են եւ եթե չունեք այս բոլորը, պարզապես նրան կարող եք օգտագործել որպես փսիխոէմոցիոնալ լարվածության իջեցում, այսինքն դեպրեսիայի դեմ, այն նրա օգտագործումը բարձրացնում է տրամադրությունը եւ նպաստում է մտավոր եւ ֆիզիկական բարիերները հաղթահարելուն։
Դե իսկ հիմա ձեր համբերությունը չչարաշահեմ, այս ամենը դուք կարող եք նաև հետագայում ուսումնասիրել, եկեք մի քանի օգտագործման մեթոդի մասին խոսենք, որոնք կարող եք օգտագործել եւ չորացած տերևները, եւ թար։ Եվ այսպես, ամենատարածվածը, ամենապոպուլյարը, եթե ոչ մի հիվանդություն չունեք, դա Աստված չունենաք, պարզապես կարող եք վերցնել 1 թեյի գդալ չորացած տերևները եւ դրանք լուծել 200 մլ ջրի մեջ, ոչ թե լուծել, թրմել։ Իսկ ջուրը պետք է լինի ոչ թե եռացրած, սա շատ կարևոր է, այլ 80-ից 90 աստիճանի, այսինքն հենց զգում եք արդեն պիտի եռա, ավելացնում եք տերևների վրա եւ ընդամենը 15 րոպե հետո այն պատրաստ է։ Իդեպ ես ասեմ, հետո կարող եք քամել եւ օգտագործել, ես քիչ եմ էլ քամում։ Շատ նուրբ համ ունի եւ հատկապես եթե օգտագործում եք առավոտյան վաղ 1 անգամ եւ երեկոյան, իսկ սա կարելի է օգտագործել օրի 2 անգամ, ապա շատ հանգիստ եք լինում։ Մանր կնճիռներն են վերանում, մոտավորապես 1-2 շաբաթ օգտագործման դեպքում օրգանիզմն է հանգստանում, օրգանիզմն է մաքրվում, այնպես որ խորհուրդ կտամ օգտագործել բոլորին։ Սա թեյն էր։ Թուրմը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է արդեն 1 ճաշի գդալ տերև, դա կարող է լինել թար, մի քիչ ավելի այսպես շատ լցրած եւ կամ հավասար լցված չորացած փոշի, ավելացնում ենք նրա վրա 300 մլ ջուր եւ շատ մարմանդ կրակի վրա պահում ենք 15 րոպե, որից հետո կարող եք թողնել կես ժամ հանգստանա, ապա քամել եւ օգտագործել օրվա մեջ 2, առավելագույնը 3 անգամ 60 մլ։ Նրանից կարելի է պատրաստել նաև սպիրտային լուծույթ։ Այս դեպքում 1 բաժին տերևին ավելացնում ենք 5 բաժին օղի 40 աստիճան, 40%-անոց, թե աստիճան են ասում, աստիճան հավանաբար, կամ կարող ենք օգտագործել նրա ուրեմն բժշկական սպիրտը բացելով եւ նոսրացնելով։ Այս դեպքում մենք պետք է այս ամենը լցնենք մուգ տարայի մեջ եւ թողնենք թրմվի 2 շաբաթ, որից հետո քամելուց հետո օրական կարելի է օգտագործել 2 անգամ 20-ից 30 աստիճանի կաթիլի տեսքով։ Մեր սիրելի կանանց ասեմ, որ շատ կարող եք նաև եռացնել տերևները, այս մեզ է վերաբերում, եւ դրանով երեկոյան պարզապես լվանալ դեմքը կնճիռների եւ ծերացման դեմ։ Իսկ տերևների մանրացրած այսպես փոշին կարելի է օգտագործել եւ ճաշերի մեջ, եւ հյութերի, ինչպես արդեն նշեցի, եւ կարող եք գնել նրա արդեն բժշկական հատուկ տեխնոլոգիաներով պատրաստված ուրեմն կապսուլաները։ Որքան օգտակար են նրա տերևները, այնքան եւ օգտակար է նրա ներկայությունը մեր տանը, որովհետեւ զեյթունի ձիթենու ծառը ունի հզոր էներգետիկ դաշտ։ Սա խաղաղության, իմաստության, երկարակեցության, հոգևոր ուժի, բարիքների խորհրդանիշ է եւ իսկ ճյուղը հաշտության եւ հաղթանակի, այնպես որ եթե հնարավորություն չունեք ունենալու տան այս ծառը որպես դեկորատիվ բույս, ապա խորհուրդ կտամ պարզապես մի քանի ճյուղ ունենալ, ինձ բազմաթիվ մեսիջներ են ուղարկել, որ Հայաստանում նույնպես շատ տեղերում արդեն կարողանում են հատկապես արևելյան գոտիներում աճեցնել, ունեցեք պարզապես ճյուղերը ձեր տանը։ Սիրելիներս, հավանաբար այսքան այս թեման անսպառ է, որովհետև ես խորապես համոզված եմ, որ եթե աշխարհի վրա մարդկության համար կան հիվանդություններ, ապա բնությունը ստեղծել է նաև նրանց դեղամիջոցները, ինչը որ մենք չենք օգտագործում, պարզապես դեռ չգիտենք։ Պիտի պրպտանք, պիտի փորձենք գտնել, հասկանալ, որովհետև այն, ինչ բնական է, այն ինչ կարելի է բուժել բնական միջոցներով կամ կանխարգելել, ապա ես երկու ձեռքով կողմ եմ, որովհետև ամեն առումով դեմ եմ քիմիային, թե բույսերի բուժման համար, թե մարդկության բուժման համար,
բոլոր դեպքերում բնականը մնում է բնական եւ բազմաթիվ անգամ ավելի օգտակար։ Խոստանում եմ նաեւ հաջորդ անգամ, ոչ հաջորդ անգամ, այլ մոտակա հաղորդումներին անդրադառնալ դափնու տերևներին, որովհետեւ նրանք նույնպես ունեն բազմաթիվ բուժիչ եւ նաեւ մոգական հատկություններ։ Խնդրում եմ, որ ովքեր նոր են միացել մեր ալիքին, բաժանորդագրվեն, իսկ իմ հին, իմ մշտական, այսպես հավատարիմ հետևորդներին շնորհակալություն եմ հայտնում եւ բարի մաղթանքների, եւ հարցերի, եւ բազմաթիվ դիտումների համար։ Մենք շուտով կհանդիպենք։ Մնացեք բարյավ։